Գժության տարբեր դրսևորումներ կան, հոգեկան խանգարման, իրան մոտ դա իրականության տոտալ մերժում է։ Մարդու հաց ուտելը մի քիչ ուրիշ իմաստ ունի, չէ՞, ասում ես, այս մարդու հացը ես կերել եմ, ես ոնց կարամ իրան վնաս տամ։ Ասենք հիմի ումը 10,000 կամ 20,000 դրամ տաս ձեռը չպաճի։ Որը Շիլանեցյանի են 10-ն մերժի իրան, անկեղծ ասա։ Ասած ուրեմն ես քեզ ուզում եմ հստակ ասեմ, որ պետական կառավարման համակարգի 90%-ը իրան ձայն չի տալու։ Նիկորը այդ հանճարեղ PR-շիկը չի, այդ հանճարեղ մարքետոլոգը չի, որ ինքը իրան ծախի, ինքը իրա PR-անի։ Հիմա հասկանում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ուղղակի պետություն չի լինելու, որ պետական աշխատանք մնա։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործկանի հասկացի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիսը ձեզ համար վարում ենք այս ոդկասթը քաղաքական ամենակարևոր իրադարձությունների մասին, փորձում ենք վերլուծություններ անել, մեր կարծիքը արտահայտել։ Եթե դուք վաղուց եք մեզ հետ, գիտեք, որ պետք է բաժանորդագրվել ամենասկզբում, պետք է մեզ մեկնաբանություններ գրել եւ անպայման պետք է այս տեսանյութը տարածել։ Իսկ այսօր ես խոստանում եմ հատուկ հաղորդում, այնպես որ շտապեք։ Ողջույն Ավետյան։ Ողջույն մեր սիրելի հետևորդներին, հայ հասարակության ամենագրագետ եւ ամենաջերմ հետևորդներին։ Ասա, որ ամենահաճելի մեկնաբանություններն են։ Չգիտեմ ոնց է ստացվել վերջին этаպում բոլոր մեկնաբանությունները շատ դրական արձագանքներ են։ Մի հատ, ասենք, զոմբի չկա մտնի մեզ հայոյի, էլի։ Ինձ թվում է գժերը հասկացել են, որ դա անիմաստ է։ Համաձայնում գժերը կարող է եւ հասկացել են։ Լսի, իհարկե այնքան շատ բան է տեղի ունենում շաբաթվա կտրվածքով, որ դժվար է ինչ-որ թեմաներ առանձնացնել, բայց այսօր ուզում եմ հաղորդումը նվիրենք երկու Արմինեներին։ Որ Արմինեների մասն է խոսքը։ Մի Արմինեն, երեկվա մեր հերոսը, որը Այո, մի Արմինե Մոսյանը, որը երեք արցախցի աղջիկը իր երեխայի հետ, որ Նիկոլ Փաշինյանին մետրոպոլիտենում արժանի հակահարված տվեց։ Ես քեզ ասեմ, շատ գրագետ, շատ զուսպ, շատ, չգիտեմ, կշռադատված արձագանք տվեց, իրական նես չէր, էլի, որ, չգիտեմ, հայոյեց կամ նույնիսկ տենց բանել չի, էլի, չանցավ ինչ-որ այդ կարմիր գիծը հաստատ, էլի, ինքը շատ զուսպ էր։ Ուղղակի բացահայտեց Նիկոլ Փաշինյանի ոչ adekvat վիճակը։ Ու եթե մեր հետևորդները չեն տեսել, ընդհանրապես մի քանի րոպեանոց հա տեսանյութ հա, ինձ էլ է թվում, որ բոլորը տեսել են, բայց երկրի ղեկավարը այնքան է հունից դուրս գալիս, այնքան է կորցնում ինքնատիրապետումը, սկսում է մատ թափ տալ, ընդ որում այդ աղջիկը մի քանի անգամ ասում է, ես երեխայի հետ եմ, մի շարունակեք, մի շփվեք իմ հետ, մատ մի թափ տվեք իմ վրա, մի գոռացեք։ Ու մեկը ինքը տենց շարունակում է, հետո տեսանյութը հայտնվում, որ ինքը ասում է, ես տենց բան չեմ ասել։ Գիտեմ, էտել եմ տեսել։ Ասենք սենց։ Հետո իբր թե լրագրողը հարցնում է, ցիտում է, ասում է, ես բան ես ասել, ասում է, ես տես բան չեմ ասել, բացառված է ես տես բան ասել։ Փախածի մասին է խոսքը։ Արցախցիներին փախած անվանելու մասին է խոսքը։ Եվ վերջում օրվա ինչ որ անիմաստ ամփոփում են անում, ինքը պահի տակ ենթադրում եմ արդեն Facebook-ը ստուգել է, արձագանքները տեսել է, հա, այդ ալիքը պատկերացրել է, ոնց որ զադնի է դնում։ Ասում է, հա, ասում է, վիրավորել եմ, կներեք, ներողություն եմ խնդրում, իրան էլ եմ կանչում, թող գա ուղիղ եթերում իրան։ Գիտեմ, որ չի գա։ Հա, գամ ուղիղ եթերում իրան ներողություն խնդրեմ, իրան էլ, երեխուն էլ։ Նախ այս բանը, հա, մետամորֆոզը սկզբում գոռում ճվում ա, որտեվ ինքը կարա, հետո ասում ա, դες բան չի եղել, որտեվ ինքը կարա, եւ վերջում ասում ա, դե կներեք, լավ, էլ չեմ անի, չեմ, դա էլ չի ասում, էլ չեմ անի, էլի, բան, իբր ներողություն ա խնդրում, բայց բարձ չեմ։ Ու դրան զուգահեռ բոլոր իշխանական լրատվամիջոցները սարսափելի թիրախավորում են Արմինեին, ամենավատ, չգիտեմ, բառերով, ամենավատ տեքստերով, շեշտադրումներ են անում արցախցի լինելու փաստի վրա, շեշտադրումներ են անում ինչ որ չգիտեմ, այդ աղջկա նախկինում գրած գրառումների վրա։ Ու այս ամեն ինչի ֆոնի ոչ Նիկոլի ներողությունն ես հավատում, հա, բացարձակ ինչ չի մանալ համոզել, որ ինքը զղջացել է իր արարքի համար։ Ոչ էլ հասկանում ես այս ագրեսիան պաշտպանող մարդկանց տեսակետը։ Դու դրանց կարող ես հասկանալ։ Ես մտածում եմ, եթե օրինակ Արմինեի Մոսյան բախտը բերեց այնքանով, որ նախընտրական իրավիճակ էր, եթե չէ, ես մտածում եմ Նիկոլ Փաշինյանը առնվազն կալանավորելու որոշում կա։ Կամ ասենք կասեր երկուսին էլ սպանեք։ Հա, ասենք ինչ։
Ինչ էր փոխվում։ Ինչ էր, չէ, կարելի է ժողովրդի ընտրյալ վարչապետին նման ձև պատասխանել։ Հա ինքը Վահիտակ ինչ որ դες նախադասությունն ասում է, չէ, ես պետությունն եմ։ Չէ, այնտեղ մի ուրիշ կամ ասում է ես ներկայացնում եմ հայ ժողովրդին, իսկ դուք ներկայացնում եք ձեզ, ես ներկայացնում եմ ինչ-որ Հայաստանի Հանրապետությունը, բան, այնց Պետք է մարդը կամ մարդանման արարածը տեղյակ չի, որ ինքը ընդհանրապես նույնիսկ իրան չի ներկայացնում, էլի։ Ինքը ներկայացնում է իր դրածոներին, ասենք ինքը այդպես բան է, էլի, էլեմենտով խաղալիք է, պուլտով։ Որ սա ասենք կա, չէ, հիմա զարգացել է, ասենք, նո հիմա չէ, ահագին ժամանակ, այդպես պուլտով խաղալիքներ կան, չէ, երեխեք ինքը այդպես այդ հերակառավարվող, ինքը այդպես է, ինքը իրան չի ներկայացնում։ Ինքը իրան անձամբ չի ներկայացնում։ Ինքը ասենք դու քեզ չես ներկայացնում, դու ոնց կարող ես հայ հասարակությանը ներկայացնես։ Ուղղակի ես ուզում եմ նաև այդ պահը ճշտենք, էլի, ասենք քանի հոգի պետք է ասի Նիկոլ դու Արցախը տվել ես քո տված քարտեզը, ոչ մի բան չարժի, որովհետև մենք անհամեմատ ավելի մեծ պետություն ունենք, իսկ սա բրոշկա է սարքել։ Շատ լավ նախադասություն ասում եմ, երկրից բրոշկա է սարքել, էլի։ Բոլոր իմաստներով համ փոքրացրել ես տարածքը, համ այդ բանը քարտեզը դարձրել ես ինչ որ անհասկանալի բանի սիմվոլ, հա, ոնց որ ադրբեջանական բանի նկրտումների սիմվոլը լինի այդ քարտեզը իր ձեռքին ավելի շատ քան հայկական, ու դրա հետ մեկտեղ ինքը, ասենք, ինչ կրիտիկական մասա պիտի լինի մարդկանց, հա, այդ բրոշկեն չվերցնող, Արմինեի նման պատասխանող կամ այլ մարդկանց նման իրան դավաճան անվանող, որ ինքը ասի դուք ճիշտ եք։ Խանութ չեն թողում մտնել, դավաճան են ասում, ասի դա իրականության մերժում է։ Ես չգիտեմ, ես ինքս հոգեբան չեմ, հոգեբանության մասնագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ հոգեբանները տենց մի տեսություն կունենան, երևի ճիշտ կլինի, որ մարդիկ, որ հոգեբանա մեծ հետևորդները բացատրեն գրեք մեկնաբանություններում հասկանանք ինչ կարա լինի։ Չէ, կարող ինչ որ մարդ կա, որ երկվություն է, ինչա կոչվում է раздвоение личности, ման։ Չէ, դա ինձ թվում է դա չի, ուղղակի դա իրողության տոտալ մերժում է։ Ասենք հիմա ոնց որ ինչ ասեմ, ես ու դու սկսենք մերժել այս իրականությունը, ասենք որ ոչ, բան մենք ապրում ենք, չգիտեմ, Տանզանիայում կամ Միացյալ Նահանգներում կամ Եվրամիության ինչ-որ երկրում, կամ ես տղա եմ դու աղջիկ, կարանք չէ, իրականում։ Դե տարբեր գժության տարբեր դրսևորումներ կան, հոգեկան խանգարման, իրան մոտ դա իրականության տոտալ մերժում է։ Ինքը դավաճանա, ուզում է ներկայանա փրկիչ, ինքը մարդկանց համար սքի, պատերազմի, չգիտեմ, պարտության խորհրդանիշա, ուզում է ներկայանա իբրև խաղաղության աղավնի, սենց հարյուրավոր սենց համեմատություններ կարելի է բերել, հարյուրավոր, բայց փաստը մնում է փաստ, որ իր համար այն իրականությունը ինքը ապրում է 18 թվականի բաներով։ Կարծում ես, ինձ էլ թվում է այս հիստերիան, այս ագրեսիան պայմանավորված է նրանով, որ ինքը տեսնում է ինչքան է 18-ից հետո ամեն ինչ փոխվել, ու ինչ որ նոր վախեր են իր մոտ առաջացել, չէ՞։ Դե ով էլ ուզում է լինես, անգամ բարձր ռեյտինգով իշխանությունը ընտրություններից առաջ այդ կասկածները, վտանգները տեսնում է, մտածում է, բա որ կան ինչ որ քնես Քարոզարշավանեն, ես չկարողանամ։ Իսկ իր դեպքում ինձ թվում է կրկնակի, երակի ծանր է, էլի։ Երբ որ ասում եմ 18 թվականի այդ պատկերացումների մեջ է, իրան թվում է, որ որտեղ մտնի, իրան պետք է ասեն, օ, բան, դե ասենք մարդկանց փող են տալի, մեկը ասում է թակավոր, չէ, չգիտեմ, ամենայն ձեռներն են պաճում։ Հա, ասենք, հա, լավ, հիմի պարզ է, չէ, աղքատ հասարակություն է, ասենք հիմի ումը 10,000 կամ 20,000 դրամ տաս, ձեռը չպաճի։ Կամ փող են տալի, կամ այդ մարդիկ փողի ակնկալիք ունեն։ Լսի, հա, լսի, բոլոր իշխանությունների օրոք ես լրագրող եմ եղել, գնացել եմ Քարոզարշավի, լիքը մարդիկ են եղել, որ այտենց տարբեր մարդկանց գնացել են, ձեռնել են պաչել, ոտնել են պաչել, բանման են խնդրել, հա, ոտերի տակ գառ են մորթել, չգիտեմ, մարդկանց մոտ մի բան կա, լսի, մարդկանց մի հատ փոքր շերտի մոտ, սենց մի հատ ընկալում կա, որ եթե եկել է երկրի ղեկավարը, եթե ինքը, ասենք, փորձի տենց քծնի, ինչ-որ իրան ինչ-որ լավ բան ասի, եթե ոչ անձամբ երկրի ղեկավարը, գոնե շրջապատի ներկայացուցիչները ինչ-որ բան կտան իրան։ Դա միշտ եղել է, նույնիսկ ոչ թե միշտ ասել են շքախումբից մեկը մի 10,000 դրամ կգցի ջեբը։ Ապրես,
ապրես, դա շատ եղել է ու այդ մասան, ասենք, բանի էլի, տենց քաղաքական բոմժ ասենք, քաղաքական մուրացիկ ասենք, ինչ ասենք, այտենց լիքը զանգված կա։ Դա արի իրանց բանը թողնենք այդ նկարտումը։ Ես ուզում եմ գիտես ինչա հաշվենք։ Մարդը ամբողջ Հայաստանով բոլոր մարզերով անցավ, չէ։ Քիչ թե շատ բոլոր բնակավայրերում իջավ, հաց կերավ, փաթաթվեց, չգիտեմ, համբուրվեց, ձեռներ պաչեցին, ինչ որ տեղերի իհարկե հակառակն եղավ, ասենք երեկվա Արմինեն միակ Արմինեն չէր, էլի, նաև Չարենցավանում Արմինե անունով լրագրողուհին իրան հակադարձեց, բայց եթե բոլոր այդ ձեռ պաչողներին հավաքենք, իմ ամենատենց բանն են շռայլ հաշվարկներով 5000 մարդ չի անի։ Լավ, թո 10,000 անի։ Դասի ընդ որում, ես քեզ մի բան ասեմ։ Դրանք էլ ընտրող չեն, էլի, դրանք այդ քո ասած 10000 դրամի խաթր եկածներ։ Իհարկե, ես ասում եմ, որ դրանք էլ ընտրող չեն, որովհետև դրանց մի մասը գալու է, տենալու է, որ այդ 10,000-ը չտվեցին, անիծելու է, արա ասել է չհասկացանք, գնացի սրան ես թակավորել ասեցի, չգիտեմ, ձեռնել պաչեցի, ոչ մի բան չեղավ ախպերը։ Ես ընձի էշի տեղ են դնում, հիմարի տեղ են դնում։ Ուրիշին կգտնամ թակավոր։ Հա, կամ չեմ գնա, չեմ ընտրի, ոչ մեկին էլ չեմ ընտրի։ Եթե պետք է փող չտա, բանչանի իմ արածը չգնահատի, հաստատ, հա։ Բա ինչի՞ ընտրեմ։ Այդ նախադասությունը շատ ռեալ է, էլի, իմ արածը չգնահատի։ Հա։ Չգնահատեցի։ Երեկվա Արմինեն միակ Արմինեն չի իհարկե Հայաստանում ու միակ հերոս Արմինեն չի, ես ուզում եմ անդրադառնամ իմ անհամեմատ ավելի մտերիմ Արմինեին։ Նախորդ շաբաթ, չգիտեմ դու հիշում ես թե չէ, մենք որ եթեր էինք մտնում, ես սարսափելի լարված ու ջղայնացած էի, ամբողջ հաղորդման ընթացքում չեմ կարողացել կենտրոնանալ, անգամ ինչ որ հետևորդներ ինձ դրա մասին առանձին գրել են, էլի, որ ինչ էր կատարվում քո հետ, ինչի էի տենց բան լարված եթերում։ Հենց եթերից 5 րոպե առաջ իմացանք, որ Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր համատեղությամբ նաև իմ մայրիկ Արմինե Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Ընդ որում հարուցվել է համադրական կարգի տապալմանը հրապարակային կոչեր անելու հոդվածով։ Այդ նույն հոդվածն է, որով նստած են եղել Միքայել Աջաբաղյանը եւ Սամվել Կարապետյանը։ Ասենց ասեմ լավ շրջապատ է, հա, լավ շրջապատ է։ Բայց հոդվածը լավը չի։ Բայց հոդվածը, ասենք, այնքան անհեթեթ հոդված է, ես անկեղծ չեմ պատկերացնում ում վրա կարելի է այդ հոդվածը առհասարակ դնել, բայց այդ թողնենք մի կողմ։ Ես եթերից անմիջապես առաջին ինֆորմացիան իմացա մտա եթեր, ոչինչ չէի կարողանում խոսեի, բայց հետո Տիկին Օհանյանին կանչեցին հարցաքննության, լրատվամիջոցները սկսեցին գրել, որ սենց քրեական գործ է հարուցվել։ Այս թեման դարձավ ոնց որ համացանցի թոփերից մեկը, գոնե շաբաթվա կեսը դրանով էր բան երկրի ղեկավար համատեղության հրահանգիչ Նիկոլ Փաշինյանը անգամ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այս փաստին։ Հիմա այս մարդը ցենց ասենք բոլոր ընդդիմադիրներին վերացրել, չեզոքացրել, անցելա կանանց, անցելա խմբագիրներին, անցելա արցախցիներին, թե սա ուրիշ վախերի, ուրիշ ցանկությունների արտացոլանք են sense քրեական գործերը։ Նայ, մեր հետևորդներին ասենք ինչի հիման վրա է այդ հոդվածը դրվել Տիկին Օհանյանի վրա, ուրեմն Տիկին Օհանյանը 2024 թվականին մի հատ հոդված է գրել, որի մեջ գրել է, որ ընդդիմությունը վախենում է այսպես կոչված ճակերտավոր, օդի մեջ ճակերտավոր բռնի միջոցներով իշխանությունը վերցնի, ոչ օրինական, ոչ թե բռնի, այլ ոչ օրինական միջոցներով իշխանությունը վերցնի, որովհետև վախենում է, որ աշխարհի, այսպես ասած, մեծ երկրները նոր իշխանություններին չեն ճանաչի, նրանց կասեն, որ այդ ձեր իշխանությունը ապօրինի է։ Այնտեղի արձագանքի բանն է, այլ փաստն է։ Եվ Արմինե Օհանյանը ընդհանրապես մի բան է գրել, մի հատ օրինակ է բերել, որ նույն Սիրիայում, տեսեք, ահաբեկիչ բանը աշխարհային Ամերիկայի, Եվրոպայի առաջնորդները, ղեկավարները եւ այլն շատ ջերմընդունում են, ձեռքեր սեղմում։ Այո, բացահայտ նախկին ահաբեկչին ում գլխի համար փրկագին է։ Այո, ում գլխի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները փրկագին էր առաջարկել, հիմա շատ օրինական շփվում են, հարաբերվում են եւ ճանաչում են նրա իշխանությունը։ Արմինե Օհանյանի ասածը հետեւյալն էր, որ իրականությունը շատ արագ փոխվում է եւ հաղթողներին մեծ հաշվով հաղթողներին երբեք չեն դատում։ Լսի, մի բան էլ ասեմ,
աշխարհի այս նույնիսկ այս ժամանակակից այսպես ասած ժողովրդավարական աշխարհի պատմության մեջ Ալ-Շարան միակը եւ բացառիկը չի, բազմաթիվ տասնյակ հարյուրավոր նման օրինակներ կան։ Եվ դա այսինքն օրինակը, այսինքն այդտեղ բացարձակ որևէ բռնության կոչ։ Այսինքն Հայաստանի ինդիմատիվները չգիտեին իր իրավիճակի մասին, չգիտեին, որ այդտեղ այդպիսի իշխանափոխություն ա եղել, սպասում էին տեսնեին Տիկին Օհանյանը ինչ կգրի իր խմբագրականում, որ դա որպես կոչ ընկալեին, վեր կենային ու սիրիացի ահաբեկիչների պես իշխանափոխություն անեին։ Այո, Այդ ասում քնչական մարմին։ Նիկոլ Փաշինյանի քնչական մարմին մի ասա, որովհետև իրականում դա Նիկոլ Փաշինյանն է ասել ինչի վրա, հիման վրա։ Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է, երբ որ Արմինե Օհանյանը վերում է Սիրիայի ներկայիս ղեկավար Ալ-Շարայի օրինակը, ինքը ընդդիմությանը, այսպես ասած, ազդանշան է տալի, իդեա տալի, որ այ ախպեր ջան, չեք ամանչում, հենա հետևեք Ալ-Շարայի օրինակին եւ աշխարհը ձեզ կճանաչի։ Ընդ որում քրեական գործը հարուցվում է հոդվածը տպագրվելուց 1.5 տարի հետո։ Կարաս ասես հոգեւ տրամաբանությունը ո՞րն է։ Տրամաբանությունը նախընտրական էտապն է, որի ընթացքում Տիկին Օհանյանը ակտիվ գրառումներ ու խմբագրականներ ա գրում, որոնք անկեղծ այնքան հավանում ու այնքան տարածում են, լուրջ, ես զարմացած եմ, էլի։ Ես զարմացած չեմ, որովհետև շատ մի քանի հազար շեյր ունի, այս մարդիկ իրենց պատերին են դնում, այս կնոջ գրած խմբագրականները։ Դա ինձ թվում է մեր քաղաքական դաշտի համար sense բացառիկ երևույթ է, որպես կանոն տարածում են քաղաքական գործիչների գրառումները, հա, որովհետև ասենք իրաց թիմի անդամը կամ այս սկզբունքից Արմինե Օհանյանի հոդվածները հավանում եւ տարածում են մի պատճառով, որ ինքը որևէ քաղաքական թիմի անդամ չի եւ քաղաքական խանդ չկա, թե նրա հեղինակության աճը կարա մեր կամ մեր թիմակիցների, մեր առաջնորդների հեղինակությունը ստվերի, այո։ Այրին բանը ստանում։ Ոչ, տենց է, իրականությունը տենց է։ Հիմա երկու կարևոր բան, չգիտեմ մեր հետևորդները գիտեն թե չէ, Արմինե Օհանյանն այն մարդն է եղել, ով 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանին իր տանը ապաստարան է տվել, ինքը իրան վտանգելով, հա, քրեական հետապնդման վտանգի տակ, իր աղջկան վտանգելով, ինչ չէ, էլի այն բուջուրին, բան մարդը համարյա 2 տարի խնամել է, չգիտեմ, կերակրել է Նիկոլ Փաշինյանին, այնքան դա հայտնի պատմություն է, որ շատ մարդիկ մտել էին գրել էին, որ Արմինե Օհանյանն կարելի է մենակ մի բանի համար դատել, դա Նիկոլ Փաշինյանն իր տանը պահելու համար, էլի։ Մենակ այդ մեղադրանքը կարաս իրան առաջադրել։ Այս այն որ ասում է անահողացությունը, սա ցենց համատարած բան է, երևույթ է այս իշխանության համար, թե ցենց բացառիկ ինքը դրսևորումներ ունի։ Նայ, դու ուզում ես ասես, որ Նիկոլ Փաշինյանը երախտամոռ է, որ իր արված լավությունը մոռանում է։ Չէ, չասենք իմ համար հաց ուտելը, մարդու հաց ուտելը մի քիչ ուրիշ իմաստ ունի, չէ, ասես այս մարդու հացը ես կերել եմ, ես ոնց կարամ իրան վնաս տամ։ Չէ, դու բանում ես։ Եթե դու մտածում ես, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում ես երախտամոռության մեջ, Շեմ սխալվում։ Չէ, ինձ թվում է դու շատ նես մեղմ, տենց լսի, ես ուզում եմ մեր հետևորդներին հիշեցնել, որ մեր ժողովուրդը, ժողովրդական ասացվածքը մի հատ լավ ժողովրդական ասացված կա, որը բնորոշում է։ Ասում է երախտամոռի կյանքի ամենաերջանիկ պահը այն է, երբ որ ինքը հնարավորություն ունի թքելու իր բարերարի վրա։ Դա տենց է, որովհետև բոլորը այդ կատեգորիայի մարդիկ, եթե մարդը երախտամոռ է, ինքը միշտ մտածում է, որ պետքա վրեժ լուծի իր արված լավության դիմաց։ Այսինքն մի անպայման պետքա անցնի իր էլի, տենց հիմա Նիկոլ Փաշինյանը մտածում արա, ես մի իշխանություն ունեմ, բա ոնց պատասխանեմ այդ արած լավության համար։ Ոնց բանան, պատժեմ, հա, լավ արած լավության համար։ Ասենք կինո տարիքով է, քեզ պահել է, քո ընկերն ա եղել, այս երկրում վերջին մարդը չի, խմբագիր է, գալի պատկերացնես քանի հատ կան, քանի որակ այն ոտնահարում։ Լսի, իր համար գոյություն չունեն սեռեր։ Չկա, իր համար չկա տղամարդ ու կին։ Չկա, տենց հասկացություն չկա։ Երեկվա Արմինե Մոսյանի դեպքը դա ցույց տվեց, որ իր երեխայի ներկայությամբ։ Լսի, իր համար գոյություն չունի մեծ ծեր տարիքով եւ գոյություն չունի երեխա։
գոյություն չունի ընկեր եւ թշնամի։ Գոյություն որևէ այն բարոյական բոլոր ամեն ինչ իշխանության բանն է, զոհն է։ Չէ, չի եղել, լսի, չի եղել։ Լսի, ինձ չի որ մինչև իշխանությունը եղել է, իշխանությունը այդ ամեն ինչը սպանել է։ Ու եթե այդ ամեն ինչը չկա, ինչ հաց, ինչ պերաշկի, ինչ կուկուրուզ, ինչ եմ ասում հաց, պերաշկի, կուկուրուզ, որ վաղը ասենք այդ իր հետ Սիմոնյանն էլ նկատի ունենա։ Չի ասելու, ախպեր մենք իրար հետ լսի պերաշկի ենք կերել, իրար հետ կուկուրուզ ենք կրծել, նույնիսկ թթու լավաշ։ Ինչպես չես անում, դու ասել ու սուջուխ մրադի։ Ասել է, լսի ասել է, այդ կատեգորիաներով հանգարց իմ հետ չհարաբերվեք։ Այդ կատեգորիաներով չհարաբերվեք։ Ես ձեզ կերակրել եմ, որ մորթ եմ, ասենք օրինակ։ Հա ինչ։ Կարա ասի։ Բայց այս դեպքում հակառակն է եղել, է, Արմինեն է իրան կերակրել։ Բայց էլի մորթողի դերում ինքն է։ Դե իրականում նենց չի որ ինքը մորթողի դերում է։ Ինքը մորթվողի դերում է, հիմա ուղղակի խրխռում է։ Հա։ Հաճարեղ։ Սիրեցի ես նախադասությունդ։ Զարա, այդ քո պատմած բոլոր դեպքերը, բոլոր դրվագները, չէ։ Երեկվանն էլ հետը։ Մի բանի արդյունք են։ Մեռնողի խրխռոց են դրանք։ Ինքը տեսնում է, որ ինքը կորցնում է իշխանությունը, ու այդ իշխանությունը կորցնելու վախից խրխռում է։ Կորցրել է բոլոր տեսակի սահմանափակումները, նույնիսկ այդ ներքին սահմանափակումը, որ ենթադրենք պետքա կեղծավորություն անել, պետքա մարդկանց ժպտալ, ասել բարև ձեզ, ես ձեզ սիրում եմ, ես ձեզ առաջ խոնարհվում եմ, ես ձեզ շատ հարգում եմ, այսպես հասկանում ես, նույնիսկ այդ բաները կորցրել է, ինչի է դա տեղի ունեցել, ինչի է նա ինքը հարձակվում բոլոր կողմերի վրա, հարձակվում բոլոր ուղղություններով։ Իրականում ինքը հասկացել է, որ ինքը հասարակության 90%-ի համար մերժված է։ Ես հիշում ես նախորդ հաղորդման ժամանակ։ Որ Շրանոցյանի են 10-ն մերժի իրան։ Անկեղծ ասա։ Լսի ինքը էլ արդեն չի մտածում ով կմերժի, ով չի մերժի։ Դա արդեն տենց ինտուիտիվ պահվածք է, հասկանում ես, վայրենացած, գազազած պահվածք է։ Երեք մի հատ ընկերուն եմ զանգել, ասում եմ, դու նկատել ես, որ ինքը ամեն ինչ անում է, որ իրան չընտրեն։ Ոչ։ Ոչ, ինքը չի անում ամեն ինչ, դա գիտակցված չի անում։ Լսի, ինքը գիտակցված չի անում։ Իսկ ինքը հանճարեղ PR-շիկը չի, որի մասին անդադես ընդդիմությունը խոսում է, ասում է, օրակարգա թելադրում, իրան ամերիկացի խորհուրդ են տալիս, չգիտեմ, դեսպանատունը խորհուրդ է տալիս, այսինչը դես խորհուրդ է տալիս, ինչ խորհուրդ է տալիս։ Ամերիկացի խորհուրդը ոնց թող իրանց խորհուրդան չգնային մտնեին պատերազմի մեջ, իմել հայտարարականներին։ Մի շեղվի։ Բան, այսինքն Նիկոլը այդ հանճարեղ PR-շիկը չի։ Այդ հանճարեղ մարքետոլոգը չի, որ ինքը իրան ծախի, ինքը իրա PR-անի։ Լսի, եթե ինքը այդպես ասած, քո ասած հանճարեղ մարքետոլոգն ու PR-շիկը։ Իմ ասածը չի, դիմության ասածն է։ Դե կապ չունի իմ ասածն է։ Նման ինքը ուղղակի կդադարեցներ այդ այցերը մարզեր։ Կդադարեցներ, որովհետև դրանք ճիշտ հակառակ արդյունքն են տալի։ Մարդկանց մոտ ավելի են խորացնում զզվանքը եւ ավելի են խորացնում ատելությունը։ Ես մի հատ բան կիսատ թողեցի, նայ, անցած հաղորդման ժամանակ ես ասել էի, որ պաշտոնյաներից մեկը ինձ ասել է, տենց, չինովնիկներից մեկը, հա, որ եթե իր համար լավ է, ուրեմն ինքը այս վերջերս մի միջոցառման ժամանակ ինձ մոտեցավ, կարելի ասել փոխնախարար, չեմ ուզում իրական պաշտոն ասեմ, այդ մարդուն հարվածի տակ։ Ասես նայել եմ ձեր հաղորդումը եւ ուզում եմ հակադարձվեմ։ Ասացի ինչի համար։ Ասեց դե տենց մի 5-6 մարդ հավաքվել էին, տենց ես նույնիսկ զարմացա հետագա։ Ասեց ուրեմն ես քեզ ուզում եմ հստակ ասեմ, որ պետական կառավարման համակարգի 90%-ը իրան ձայն չի տալու։ Ասեց միանշանակ։ Ընդ որում, ասեց իրանք դա գիտեն։ Ասի օրինակ քո նախարարը, քո անմիջական ղեկավարը գիտի, որ դու իր իշխանությանը ձայն չես տալու։ Ասեց այո։ Ես այդտենց վճարները, այդ խոստացած երջանկությունն ու հարստությունը։ Գիտես ինչ ասեց։ Ասեց բոլորը հասկանում են, որ
պետական աշխատողները, այսպես ասած, պետական աշխատողները, որոնք միշտ նախորդ բոլոր ընտրություններում 80, 90, 75%-ով գնացել են գործող իշխանությանն են ձայն տվել, որ իրանց աշխատանքը պահեն։ Հիմա հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ուղղակի պետություն չի լինելու, որ պետական աշխատանք մնա։ Ասած բոլորի մոտ կա տոտալ վախ, որ պետությունը քանդվելու է։ Ու դրա քանդման հեղինակը ինքն է։ Ու քանդվելու է այնքան արագ, որ այդ մարդիկ ասենք հաջորդ ընտրություններին չի հասնելու։ Ոչ թե հաջորդ ընտրություններին, կարող է մի տարի էլ չտևի։ Ասում եմ բոլորի մոտ կա այդ գիտակցումը, որ իրանք նույնիսկ ինքնափրկվելու համար սրանից պետք է ազատվեն։ Դա ես հետո լսի, բայց մի հատ հարց էլ տվեցի, ասի լսի, հա իդեպ, այդ մենք որ խոսում ենք, ես այտենց շատ զարմացած sense բան։ Իսկ ինքն է նախորդ անգամ Նիկոլ ընտրել։ Այո, ցավոք այո, հա։ Լսի, մեկը մի քիչ այտենց լավ տրամադրությամբ այտենց բաներ էլի քեֆոտ միջոցառումներ։ Խմել էիք մի խոսքով։ Մի քիչ, հա, մեկը մոտեցավ այտենց լսում էր բան, սենց ասեց։ Ասեց ով որ Նիկոլ ընտրի, ուրեմն ամենապասլեդնի մարդն է։ Լսի, բոլորը այտենց շատ բաներով խմենք դրա համար։ Չէ, ոտի վրա էին կանգնած, էինք ոտի վրա էին կանգնած։ Նենց ուրիշ բառերով ասես, չեմ կարա հիմա։ Մենք հասկացանք ինչ բառերով ասել։ Բառերով, հա։ Ես մտածում էի, որ գոնե ինչ-որ մեկը կհակադարձի կամ ինչ-որ մեկը կասի։ Ախպեր ես ասում մեր իշխանությունն ու մեր պետության ղեկավարն է։ Երեկվա այդ կոմենտները այդ աղջկան որ ուղված էին։ Մեր վարչապետի հետ ոնց է խոսում։ Լսի, դա իրական մարդիկ չեն։ Պետք է հասկանանք, որ այդ կոմենտ գրողները իրական մարդու ասում ու վարչապետի հետ։ Ոչ մի կատեգորիայով ինձ անհասկանալի կոմենտ է, դեմ բոլոր։ Հիմա մտածում եմ, ասում եմ, լավ, բա Եթե սենց բալավ ասում եմ, այս պաշտոնյային եմ ասում եմ, տենում ես, չէ ինչ իրավիճակ, ասում եմ, գիտեմ, ասում եմ, նենց չի, որ ես տեղյակ չեմ, էլի, ասում եմ, բալավ, Նիկոլ Փաշինյանի ձեր, այսպես ասած, ղեկավարի, որտեղ իմ ղեկավարը չի, բայց իր ղեկավարն է, փաստացի, ասում եմ, լավ, իր հույսը ինչի վրա է, ասում եմ, ինձ թվում է, ինքը ոչ մի բանի հույս չունի, իր հույսը մենակ մի բանի վրա է, որ ինչ-որ հրաշք կլինի կամ ինքը առավոտը կամ դրսից իրան կնշանակեն։ Ինձ թվում է նույնիսկ այդ բանը կա։ Լսի, այդ նշանակելն էլ գիտես ոնց է ասում։ Ասում է ուղղակի ամսի 8-ին ինքը կհելնի կհայտարարի, որ ես հաղթել եմ, ուզում եք ընդունեք, ուզում եք չէ։ Ասի, բայց այտենց չի կարա, չէ, եթե 90%-ը իրան դեմ է։ Նույնիսկ պետական կառավարման համակարգն է դեմ։ Այդով պետք է իր իշխանությունը պահի, չէ՞ որ պետական կառավարման այդ համակարգն է, չէ՞, իրան պահողը։ Ինչ որ չունի ոստիկանությունը, ՊՊՑ-ն, չգիտեմ, բան, ԱԱԾ-ն։ Ասում է օրինակ մտածում է, որ դրսից ինչ-որ մեկը զորք մտցնի իրան պահի։ Թուրքիան, Ադրբեջանը, հա։ Մի հատ բան անենք, էլի, Արմինեի թեմայից մի բանը բաց թողեցինք, ուզում եմ նաև այդ դրան անդրադառնանք։ Գոնե իմ գիտակցության մեջ, հա, ասենք եղբայրը, հայրը, աղջկան պաշտպանող մարդն է, հա, մենք որ դպրոցում ինձ որ նեղացնում էին, պապաս էր գալիս հարցերս լուծում, տենց պրոստը գլուխ եմ գովում, բայց դա ինձ թվում է քեզ հնարավոր չէր նեղացնել, դու տենց չէիր լավ էլի։ Փոքր էի ու պուպուշ։ Բան, որ նեղացնում ասմալը ժանիկներս չէին աճել։ Այո, հələ չէին աճել։ Հիմա այս աղջկա հայրը Մերժան Մոսյանը մահացել է 94 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ ու մարդը անգամ բանա պարգևատրվել է, հա, այսինքն շատ հերոսապար ու գիտես չէ ինձ երեք մի 100 հոգի գրել առանձին, որ շատ գազանտիպ էր, դաշտային հրամանատար էր եւ այլն։ Մի խոսքով շատ ուժեղ տղա է եղել, որը մահացել է այս երկրի համար, տվել է իր կյանքը։ Ընդ որում թողել է փոքրիկ երեխաներին ու գնացել պատերազմ։ Հիմա Արցախյան պատերազմի ժամանակ բանակից թռած, ապրիլյան պատերազմի ժամանակ մայիսյան պատերազմին մասնակցած։ Մայիսյան պատերազմին ռազմաճակատից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այո, ու բանի 44 օրյա պատերազմի ժամանակ բունկերներում ապրած, դրանից հետո բոլոր հարձակումների ժամանակ բան, հա, հրատապ բունկեր տեղափոխվող մարդը եկել է մատա թափ տալիս այն աղջկա վրա, ում հայրը զոհվել է, ում հայրը անգամ չի կարագա այդ իմ դպրոցի այդ հիշողությունների ֆորմատի մեջ մի հատ թարս չափալախ տա, ասի
դու ով ես, որ իմ աղջկա վրա մատ թափ տաս, հա։ Ընդ որում դա անում է ոչ միայն աղջկա հետ, հա, անում է նաև այդ մարդու թորան ներկայությամբ մատա թափ տալիս։ Սա անբարոյականության մի նոր աստիճան է, որ երեք հաղթահարել Դու ունես փոքր բան ես խոսում, անընդհատ դու անընդհատ իջացնում ես, լսի, եթե դա մարդկային որակ է, լսի, Զարա ջան, ես քեզ մի հատ բան ասեմ, այդ մարդը ամբողջ մի հասարակության 2-3 սերնդի զոհողությունների արդյունքում ձեռք բերած, չգիտեմ, Արցախը տարավ հանձնեց, նվաճած, պահած, փայփայած, լսի, Արցախը տարելա հանձնելա թուրքերին, հա, հիմա էլ ասում է թոք էր, լավ էր դրանից ազատվեցի, Շուշին մեր պատմական Շուշին ասում է դժգույն, դու եկել ես ասում ես, բայց չի ամանչում, բան Արմինե Մոսինյանի հերը մահացած, նրա ներկայությամբ նման տենց իրան վատ վարքա դրսևորում։ Սա մի ուրիշ, հասկանում ես, սա մի դու ոնց է լինի, չգիտեմ, կյանքը տված մարդու երախու վրա, մի քիչ պետք է ինչ-որ նույնը ոնց որ արեցին Եռաբլուրում զոհվածների հայրերի հետ։ Լսի, հիմա ախր որ դու տենց ես ասում, ստացվում է մի բան։ Եթե Արմինեի հայրը կենթանի լիներ, ուրեմն իրավունքները տես պահել իրար։ Արմինեի հայրը չկա, ես վստահ եմ ինքը չի իմացել հարցերից չի։ Հարցերն է ուղղակի որ դա հասկանում ես մարդկանց փախած անվանել են մարդկանց ովքեր բունկերում նստած են։ Եթե փախածի մասին է խոսքը, ամենամեծ փախածը ինքն է։ Ամենամեծ ու հարցը մենակ բանը չի, այն բանակ չծառայելը չի կամ բունկերում պահկվելը չի։ Լսի 23 թվին Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, իսկ Արցախը մենք Հայաստան ենք համարում, լսի ինքը չի որպես երկրի ղեկավար չի ներկայացել այդ պատերազմին, չի ներկայացել, լախպեր չհասկացանք։ Թե որ մեկին է ներկայացել։ Լսի, չէ, դե այն մյուս պատերազմներին, գոնե 44 օրյա պատերազմին Հայաստանը լայվ էր մտնում, ասում էր կասկե քաղաք գնացել։ Լսի, դե պաշտոնապես հիմի Հայաստանը ներկա էր։ Իրականում ներկա էր, հիմա թե ինքը դա ոնց կազմակերպեց, դա ուրիշ հարց է։ 22 թվականի սեպտեմբերին, երբ որ Հայաստանի վրա հարձակվեցին, էլի Հայաստանը ներկա էր։ Բայց 23 թվականի սեպտեմբերի պատերազմին, լսի, ինքը, լսի, հիմի ոնց որ ասեն, այդ քո ասածի նման, ասենք մեկին ասեն աղբորդ կամ երեխայի ծեծում են, այս ինչ տեղը, ասի արա, չհասկացանք, այս ինձ ինչ է ուզում եք ներքաշեք բանի մեջ, կռվի մեջ։ Ես մեր տնից դուրս չեմ գա, ոչ մի պարագայում, ասեն աղբե, բայց դուք ուրիշ մտադրություններ ունեք էլի, հա։ Չէ, բայց ասեն աղբե, բայց երեխուտ են սպանում։ Ինքը ինչ կասի նախ մորթուս, հետո որդուս։ Ես իմ մորթուն չհասկացան, կարող է ես իմ մորթին պետք է վտանգի ենթարկեմ որդուս համար։ Լսի, բա հայերը մի հատ լավ խոսք ունեն։ Մորթապաշտ, ինչ է դա նշանակում, որը բացի իր այդ վրի կաշվից, ուրիշ բանի մասին չի մտածում։ Այդ մարդը դասական մորթապաշտ է։ Դու հիմի մորթապաշտին ասում ես չի ամանչում Արմինեին, Մոսինյան Արմինեին, նտենց դեպիլոտ երախուտը բապայս մի ներկայացրու։ Հարձակվելա։ Հա, իմ համար դա բան է, դա նոնսենս հասկանում ես։ Вообще զոհվածի մորը Եռաբլուրում քաշ տալն է նոնսենս։ Զոհվածի աղջկան հաթաթա տալն է նոնսենս։ Այնքան ինքը տենց լսի Արմինեին իր հայրը չէր որ պետք է պաշտպաներ։ Մենք պետք է պաշտպանենք։ Հա, մենք պետք է պաշտպանենք։ Ոնց պետք է պաշտպանենք։ Չընտրենք այս իշխանությանը կամ չընտրենք հաջորդ լավ հիմի ով սխալվել է մի անգամ կամ երկու անգամ սխալվել են ընտրել են հիմի գոնե այս անգամ չընտրեն լսի գոնե չընտրեն որովհետև հասկանում ես ցանկացած մարդ պետք է մտածի որ ինքը կարող լիներ Արմինեի փոխարեն ու եթե նույնիսկ հայր ունենար այդ հայրը Նիկոլ Փաշինյանի այդ հսկայական ախրանայի այդ զորքի դեմ չէր էթալու էլի մենակ կամ որ գնարել, ասենք դժվար էլի հասներ մինչև Նիկոլ Փաշինյանին, չէ՞, դժվար։ Հա, բայց լսի, դրա միակ լուծումը էս է, որ այդ մարդը պետք է իշխանություն չունենա, որ չկարանա։ Հիմա դու պատկերացրա, Նիկոլ Փաշինյանը ըլնի շարքային քաղաքացի կամ երբ որ շարքային քաղաքացի էր։ Շարքային քաղաքացի էլ չէ, ինքը մնալու է 5 հոգի են, չէ, իրան տրամադրելու որպես պետության ղեկավար այդ ՊՊՑ-ի քանակը այդքան է, չէ, դառնում։ Նախկին նախագահների ոնց որ
տոլի 4, տոլի 5 հոգի են տրամադրում։ Ես դեմ չեմ, թողեք 5 ՊՊՑ-ականով, ինքը ես վստահ եմ իրան ոչ մեկ ոչ կսպանի, ոչ բան։ Ուղղակի պատկերացնում եմ ինչ ագրեսիա, ինչ արձագանք կլինի, եթե ինքը փողոց դուրս գա։ Դե ինքը փողոց դուրս չի գա։ Հա։ Ինքը մետրո էլ չի նստի։ Ինքը ավտոբուսով տեղ չի գնա։ Հեծանիվ չի քշի։ Հեծանիվ չի քշի, դե բնական է, բնական է։ Դամբարան սարքենք տեղափոխել։ Դե հա, մի հատ դամբարան պետք է սարքի, մտնի մեջ է, այտենց բունկեր էլի, բունկեր սարքի, մտնի մեջ է։ Չէ, էլի եմ ասում, բանը, ասենք ինքը պատկերացնում ես առանց այդ ախրանիկների մտներ մետրոյում Արմինեի հետ խոսերը նման ձև։ Կարար նման ձևով խոսալ։ Այդ վագոնում ինձ թվում է մի երկու տղամարդ բաները Լսի, կքաշեին, Արմինեն ասեին, ինչ ես ուզում ես աղջկանից։ Գնա։ Լսի, Արմինեն ինքը բանից լուսամուտից դուրս կշպրտեր, այնպես նեղ բացվող լուսամուտներ կա մետրոյում, եթե ուշադիր ես։ Այդ պուճու լուսամուտից դուրս կշպրտեր ու այդ ամեն ինչը կվերջանար կետար, ոչ մեկ էլ չէր իմանա այդ դեպքի մասին, ընդ որում։ Երևի թե։ Չէր իմանա, հա։ Կասեին ես թաղի գիժն է, էլի։ Ինչ խնդիր։ Կասեն մի հատ դերնից այն որ ասում ասանան, որ ավտոյի տակ գցեն, կարող է քրեական գործել չհարուցեն մարդասպանության հոդվածով։ Հիմա մի ուրիշ բանի կոչով էլ դու ես գնալու։ Չէ, ես այտենց խոսք կա։ Հա, մեջբերում է Իրանում։ Դա բան չի։ Ժողովրդական խոսք կա, որ ինչ որ մի անարժան մարդու, որ հետ դեպք կալնում, մարդիկ այտենց են ասում են, եթե սրան ավտոյի տակ գցած լնեին, քնիչը կգար մարդասպանության հոդվածով քրեական գործ չէր հարուցի։ Կզգար, որ դեպքը չի համապատասխանում հատկանիշներին, հոդվածի հատկանիշներին չի համապատասխանում։ Հասկացա, չի բարունակում։ Ես քեզ հասկացա։ Մի հատ եթե փորձենք ամփոփենք երես Քարոզարշավի Հայ Միչելոց մի հատ էլ ինֆորմացիոն արտահոսք տամ այսօր արդեն բանը։ Իսկ սկզբանե նախատեսված չէր Երևանում այդ ուրախ ավտոբուս կամ Քարոզարշավ այլ ֆորմատով իրականացնել։ Մենք անգամ լուր էինք գրել, բայց քանի որ մամուլը այդ լուրը լավ տարածել էր, մարդը տեսել էր, նեղվել էր, մտածել էր, որ բան է։ Ապացուցեմ, որ կարամ Երևանում էլ մանգամ, ինչի՞ չէ։ Այո, այս աչքները թանեմ, տնակ ինչ Քարոզարշավ եմ արել։ Երևանում անհամեմատ ավելի վատ էին արձագանքները, հա, այդ Արմինեի դեպքը միակը չի ուղղակի ամենացայտունն է, դրա համար ենք դրա վրա այսօր այսքան երկար կանգնում, մարդիկ այնտենց այնտեղ էլ որ բառով չէին մերժում, ժեստով էին մերժում, հա, դե բարձր շատ քիչ մարդ կուզի իշխանության դեմ այնտենց դուրս գամ ոնց որ Արմինեն դուրս եկավ, դրա համար ուրիշ համարձակություն ապել, մեկը ասում է չեմ ուզում այդ քո բրոշկեն, մյուսը ասում է մի մտի, մյուսը պատուհանից մեջտեղի մատնացույց տալիս, ոչ ամեն մեկը տարբեր ձևով բանը դրսևորվեց երեկվա իր Քարոզարշավից։ Եք մտածում եմ շարժից փորձանքից հեռու թողամ գնամ, հա, դե։ Այդ բանն էլ վերցնում է, ասենց այնքան որ ձեռից վերցնում է, ոչ խոսում է, ոչ բան գնում։ Հիմա ինքը երեք ընկալեց, ինքը ինչ աջակցության բացակայություն ունի Երևանում։ Արա ինքը գիտի։ Գիտի, իհարկե։ Ես վստահ եմ, որ իրան գնում ասում են։ Ինքը գիտի, որ ինքը զզվելի է, նողկալի է, այս հասարակությունը իրան չի ընդունում, առավել եւս գիտի, թե որ մարզում եւ որ քաղաքում այդ զզվանքը ինչ աստիճանի է, օրինակ գիտի, որ բանում Քյավառում, Գավառում հայերեն ասած, Գավառում ընդ որում այտենց սենց է, ես քեզ ասեմ, ինչքան անգրագետ է հասարակությունը կամ վատ է տեղեկացված ու ինչքան աղքատ է։ Այնքան իր աջակցությունը բարձր է։ Այո, որովհետև կիրթ գրագետ մարդիկ ավելի խորն են նայում երևույթներին։ Լսի, ինքը էլ եմ ասում մենակ բոմժը կարա, չէ, մտածի այդ գնամ ձեռը պաչեմ, որ լսի, որևէ արժանապատիվ մարդ 10,000-ի համար մարդու ձեռը չի պաչի կամ ինչ որ 20,000-ի կամ 30-ի կամ 40-ի կամ ակնկալիքի համար չի այդքան ինքը իրան չի նվաստացնի, հասկանում եք։ Մարդը ինչքան ծայրահեղ ծանր վիճակում պետք է լինի, որ գնա նման քայլի։ Հիմա ինքը գիտի, չէ, որ Երևանում, ասենք, եթե ասենք Գավառում իր աջակցությունը ենթադրենք 25% կամ 30 կամ լավ 40% է, Երևանում ասենք 10%-ից ցածր է։ Երևանի ընտրությունները 23 թվի ցույց տվեց 9% է հավաքի ԿՊ։ 23 թվից մինչև 26 թիվ Իսկ չեմ մի բան կորցրած կլինի նույնիսկ 0.9 է դառել։ 0.9։ Ինձ թվում է 0.9 է։
դարձել այդ բանը աջակցությունը։ Հիմի դու պատկերացնում ես, ասենք հիմի ասում ես ինքը ինչի գնաց այդ քայլի։ Ես էլի եմ ասում, թող փորձեն, այդ այնց հանրային աջակցություն ունի, ախպեր թող փորձի մի հատ հանրահավաք կազմակերպի, էլի, թող փորձի։ Դե կողանում է հələ քարոզարշավի շրջանակներում, ինչ ես Ինչ կանի։ Նու մարդուս անում է, էլի, ասենք հունիսի 5-ին ասում է հանրահավաք։ Միջոցից ինչ-որ միջոցառում կա մեծ, գիտես, չէ, Երևանում հունիսի 5-ին, բայց ուրիշ բան, գինու օրերն է։ Հիշում ես գինու փառատոնը այդ օրերին ընկնելու է մի քանի օր բան։ Լսի, ես չեմ բացառում, որ հանրահավաքի փոխարեն ինքը փորձի հանրապետության հրապարակում համերգ կազմակերպի։ Հա, ասենք Ջեյֆեր Լոպեսին բերի։ Չէ, ինքը։ Հա, ինչ-որ մի դերասաններ բերի, ասի ես էլ մի բան էլ ինքը իր այդ վարչաբենդով խաղա։ Ու հետո ասի ես իմ խաթրեին եկել։ Ես իմ խաթրեին եկել։ Ասենք, չգիտեմ, Բեյոնսին բերի կամ տենց ով կարա։ Ախպեր ինչ-որ հայ դերասաններ, երգիչներ տենց կարա, Ռազմիկ Ամյան բան տեսի։ Ռազմիկ Ամյանը դժվար գա, հա։ Չէ, ասեք Թաթայի նամաթայի տենց ինչ-որ իշխանաստրուկների բերի, էլի։ Ասենք իշխանաստրուկները լինեն մի քանի հավաքի փողով բանով բերի։ Բայց ինչ դա ապացույց է, որ ինքը աջակցություն ունի։ Դա հակառակն է ինձ թվում, հա։ Այդ ինչքան պիտի բաներն ես։ Բայց ասի թմկահարը ես եմ։ Բայց չէիք մերժում էիք ինձ չգայիք։ Տեսեք երիտասարդությունը բանը բոլորը ինձ աջակցում են։ Հա, բայց հաստատ կգնան, էլի։ Դե կգնան։ Համար չեն գնալու։ Դե հիմի դու ասելու ես իր համար չի գնալու, ինքը ասելու է իմ համար են գնում։ Լսի, ինքը իրան պետք չի որ բան լինի, հասկանում ես, որ դու ասես իր համար են գնացել։ Պետք չի որ ինքը ինչ որ այնտեղ քաղաքական ելույթ ունենա։ Իրան պետք է ընտրությունները կեղծելու համար ֆոն սարքի։ Ֆոն։ Այդ որ սաղ եկել էին, հետո էլ հաջորդ օրը գնացել են ընձեն ընտրել, բայց այս արդյունքներն էլ որ տեսնում եք, այդ է։ Բայց այդ մարդիկ այդ համերգի նստած խոտ են կուտում։ Ամբողջ ազգովի։ Ես միշտ սրանից հետո ցանկացած հաղորդման ժամանակ արի ավարտենք հետեւյալ բանով։ Թող ես էլի եմ մի քանի անգամ ասել եմ, թող ընդդիմությունը հասարակությանը ասի, բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք իրանց ընդդիմադիր են համարում։ Եթե հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ապրիորի իրան հայտարարի հաղթած, ինչ են անելու իրենք, որովհետև լավ է, որ մարդիկ խոստանում են, որ 300,000 աշխատատեղ կբացեն կամ ամսական տարեկան 45,000 աշխատատեղ լավ է, որ գյուղացիներին աջակցելու, մթերման կայաններ ստեղծելու եւ այլն, չէ, բիզնեսի, բայց մինչև դա անելը պետք է ասեն, թե մենք ոնց ենք իշխանությունը վերցնելու։ Եվ եթե պետք է ասեն, թե Նիկոլ Փաշինյանը եթե գնաց կեղծիքի, բացահայտ կեղծիքի Զառա էլի եմ ասում, չի մարսելու։ Էլմի։ Լավ, թող ասեն չի մարսելու։ Ասեն, որ պատրաստվի բանը, զորքը բերի կանգնացնի, զենքը կանգ պահի։ Պետքա բան անեն։ Ասեն, որ նա զորքը կամ զորքը ստենց բերելու է։ Բայց դա մեկը չի մարսել։ Ոչ, հասարակությանը պետքա ասել, որ ժողովուրդ ջան, պատրաստ եղեք նաև դրան։ Պետքա ասեն, եւ պետքա ասեն, պատրաստ են իրանք առաջնորդել հասարակությանը։ Բոլորն են պատրաստ ու այդն Թող ասեն։ Եթե քո պետ Պաշտոնյան փոխնախարարն ասում, որ 90%-ով մենք ընկալում ենք, որ այս երկիրը վարի է գնալու, մենք էլ պետություն չենք ունենալու, քեզ թվում է դիմությունը չի հասկացել։ Բոլորն էլ հասկանում են։ Թող ասեն։ Թող ասեն։ Սկսեց էլի ես Սադրիչը։ Սադրիչը չէ։ Ասելով, հա, ի՞նչ տարբերություն չեն ասել, չեն անելու։ Թող ասեն, որ չի մարսելու։ Չի մարսելու։ Թող ասեն։ Բայց կոչ են կանում ընդդիմադիրներին, թող ասեն։ Մի խոսքով ասեն, որ Նիկոլ Փաշինյանը գոնե տենց ասեն։ Նիկոլ Փաշինյանը կեղծիքը չի մարսելու։ Համաձայն ես։ Ու շատ ավելի վատ է լինելու, քան եթե խաղաղ ճանապարհով գնա ընդդիմադիր դառնա։ Որտեղ բոլոր շանսերն ունի։ Դրա մեջ նույնիսկ լսի, նույնիսկ դրա մեջ ոչ բռնության կոչ կա։ Անգամ ընտրվելու, էլի։ Լսի, դրա մեջ ոչ բռնության կոչ կա, ոչ առավել եւս իշխանությունը զավթելու կոչ կա։ Դրա մեջ կա մի բան, կեղծիքի հետ չհամակերպվելու կոչ։ Իսկ բոլորս որպես նորմալ քրիստոնյա ազնիվ մարդիկ
պետքա մեր պարտն ենք համարում պայքարել եւ չհամակերպել կեղծիքի հետ։ Ստի ու կեղծիքի հետ համաձայն եմ Լեոնին։ Մի խոսքով անցյալ շաբաթ երկու արմինեները շատ փչացրեցին Նիկոլ Փաշինյանի դրամատրությունը, մեր այս հաղորդումը հիմնականում ուղղված էր այդ քարոզարշավին, որը արդեն ավարտվել է։ Հաջորդ շաբաթ հույս ունեմ ավելի հետաքրքիր թեմաներից ենք խոսելու։ Գոնե այդ ուրախ ավտոբուսը չի լինելու։ Կյանքս գնաց ասա։ Լսի, ես տեն շատ չէի էլ հետևում այդ ուրախ ավտոբուսին, որ ասեմ, նենց որ շատ զզվելի նա այս համար։ Ես եմ իր տեղը հետևում ու տանջվում։ Խնդրում եմ եւս մի անգամ մեզ բաժանորդագրվեք ներքևի հատվածում, մեզ մեկնաբանություններ գրեք ձեզ այս քարոզարշավից ամենատպավորած հատվածը որն է եղել։ Ինձ օրինակ հետաքրքիր է, ինձ թվում է Արմինեն ցաղին գրել է, էլի բոլոր մնացածներին։ Իսկ մենք հանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Շնորհակալություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ազգի ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։